Գեղեցկությունը արտաքին դու դիտարկում ես որպես ազատության չընկալում մարդկանց կողմից։ Գեղեցկությունը շատ հետաքրքիր որ ասում ես, ես այնքան կոմպլեքսներ ունեի, որ եկել էի։ Շքեղ աղջիկ էիր, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ուղղակի տարբեր ոճերի մեջ։ Տարբեր ոճերի մեջ։ Ուջուր շունիկը չկա հիմա։ Չէ, բայց ես որ հիշում եմ հոգեբանորեն այդ հաղթահարել դառնալ ճանաչված մարդ այստեղ, այսինքն պատկերացու այդ տարիքում ես ինքս ինձ դեռ չէի ճանաչում 21 տարեկանում, ինքս ինձ դեռ չէի ճանաչում, այդ process-ի մեջ է, բայց ուշադրություն կար արդեն։ Շատ, այսինքն դու տարբեր էիր, դու նախ շատ հասակով էիր, հետո դու գերմանուհի էիր ամեն դեպքում, դու Մուկուչյան էիր, բայց դու ներսում դեռ գերմանուհի էիր, քո գոնե այն ժամանակվա հայեցողությամբ, մտածողությամբ, ու դու նիհար բոյով շատ գեղեցիկ աղջիկ էիր, որը չէր հասկանում ինչու իրեն պետք է սահմանափակի շփման մեջ։ Ինչի եմ այստեղ, ես ուր եմ ընկել։ Ովքեր են հայտնվել, ես ինչ է կատարում, մարդկանց հետ օրինակ շփվում էիր նորմալ, բայց իրան դա ուրիշ ձև են ընկալում, ասում են հայրը ով է, հասարակ նորմալ մարդ է, կա մեկը, ով որ մեջքին կանգնած է, չէ, դելա մի հատ, այսինքն ես այնպիսի սիտուացիաների մեջ եմ ընկել, կարծում եմ, որ դու անպաշտպան ես ու դրանով օգտվում ես։ Ես չէի հասկանում այդ ամենը, որովհետև ես այդպես չէի դաստիարակվել, այսինքն ես ուզում եմ իրոք նաև մի բան, որը այս վերջերս իրոք անընդհատ ինքս ինձ ասում եմ, որ շնորհակալություն հայտնում ինքս ինձ, որ արդյոք այս ամբողջ ճանապարհ մենակով եմ անցել։ Ինձ ոչ մեկ չի օգնել։